Ֆակտրեյմից հայտնում են 2018 թվականին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր անց, երբ ամբողջ հանրության ուշադրությունը քաղաքական բուռն խմորումներն էին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խմբային փախուստի ամենամեծ փորձը գրանցվեց։ Իրանցի 8 կալանավորներ փորձել էին ազատության մեջ հայտնվել, բայց չէր ստացվել։ Բանտում պահվող օտարերկրացիները սակայն ավելի ուշ պնդում էին, ոչ թե ցանկանում էին փախչել, այլ փորձում էին բողոքի ձայն բարձրացնել պահման պայմանների մասին։ Նույնիսկ կենդանիներին այդպես չեն պահում, դատական նիստերի ժամանակ ասել էին նրանք։ Կալանավորները փախուստի փորձ կատարելու համար ստացան հոդվածի առավելագույն պատժամիջոցը 4 տարի ժամկետով ազատազրկում։ Իրանցիների կողմից իրականացված փախուստի փորձը միակը չէ, 16 փախուստ եւ փախուստի 17 փորձ քրեակատարողական հիմնարկից հիվանդանոցներից կամ կալանավորներին եւ դատապարտյալներին տեղափոխելու գործընթացի ժամանակ։ Վերջին 10 տարվա ընթացքում անազատության մեջ գտնվող անձանց վերաբերող վիճակագրությունն այսպիսին է։ Այս թեմայի մասին պատկան մարմինները չեն սիրում խոսել։ Վերջին տարիներին խնդրին անդրադարձել էր քրեակատարողական ծառայության նախկին պետերից Արթուր Գոյունյանը, որը մանրամասն նկարագրել էր դատապարտյալի փախուստը։ Փախուստի կամ դրա փորձի համար նրանք մատնանշում են տարաբնույթ պատճառներ, որոնց մասին բարձրաձայնում են նաև իրավապաշտպանները։ Որոշ դատապարտյալներ փախուստի դիմելը համարում են արդարությունը վերականգնելու դրսևորում։ Վերջին տարիներին փախուստներն ավելի շատ արձանագրվում են ոչ թե քրեակատարողական հիմնարկներից, այլ քաղաքացիական հիվանդանոցներից կամ դատարան տեղափոխվելու ճանապարհին։ Դրանք հիմնականում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ոչ պատշաճ ուշադրության կամ ուղեկցող գումարտակի համալրվածության հետևանք են։ Մեքսիկայում, Գերմանիայում եւ Ավստրիայում բանտից ոչ բռնի փախուստ կատարելը չի պատժվում օրենքով, եթե փախուստի ընթացքում անձը նոր հանցանք չի կատարել։ Իսկ ովքեր են աջակցում կամ ինչ ճանապարհով են փախուստի համար անհրաժեշտ արգելված իրերը հասնում քրեակատարողական հիմնարկներ եւ ի վերջո ովքեր են մեղավոր, արձանագրված ավելի քան 3 տասնյակ փախուստի կամ դրա փորձերի համար քրեակատարողական ծառայությունից հրաժարվում են մեկնաբանել։